Դան ասացի, որ դատական խնդիրների մեջ է, ասենք այդ պրոցեսները պետք է վերջանա, ու դուք իրավունք չունեք այստեղ ժամանակավոր աշխատելու։ Մնացածը թե ինչ է կատարվում, ոնց է դատական պրոցեսը անցնում, չգիտենք դրա մասին։ Տարածքի համար վճարում էիք։ Այդ տարածքի համար բնական է առանց վճարում։ Իսկ չեն ասե ինչ դատական խնդիրների առաջացել։ Տարածքի հետ կապված է, տարածքի հետ կապված է, գույքի հետ կապված է։ Հիմա չգիտեմ որ փուլում է գտնվում, որտեղ արդեն այնքան ենք հետաքրքրվել, արդեն չենք էլ ուզում իմանանք էլի։ Հիմնականում մեզ պետք է մեր աշխատանքը, ուրիշ ոչ մի բան։ Ինչքան ժամանակ է որ տեղափոխվել եք։ Թե մի տարի, անցած տարվանից է, անցած տարի հոկտեմբերից տեղափոխվել։ Իսկ չեն նշում ժամանակ, երբ հետ կվերադառնաք։ Ինձ թվում է դատական պրոցեսները շատ երկար կմնան Հայաստան։ Ինձ թվում է սենց կլինի, օրինակ մեկը կշահի, մեկը կբողոքարկի, մեկը կշահի, մեկը կբողոքարկի։ Դե այս տարիներ, դե մենք էլ որ չենք դες ասելու կամ բացել ենք աշխատենք իրանց խնդիրները, թող վերջանա, հետո որոշեն, ասենք ումնաումը չի, կամ ով ատեղ աշխատացնելու։ Դա տես բանան է, եթե ավելի լավ կլինի։ Կամ ինչ-որ կլորիկ գումար ասեն, այդ գումարը խոսքի օրինակ փոխանցենք ինչ-որ հաշվի, ինչ-որ ֆիքս հաշվի։ Ով որ շահի, թե գումարը իրան է, խոսքի օրինակ եմ ասում, դա առաջարկ եմ ասում։ Բայց եթե ասենք ոչ այնա, մեջտեղն է ժողովուրդն է դուժում, էլ էդ է վատը։ Քանի տարի աշխատում էիք այնտեղ։ 3-4 տարի պետք է աշխատում։ Խնդիր չի եղել, նորմալ վճարել ենք, նորմալ, որ ղեկավարները եղել է, նորմալ է վերաբերվել, ուղղակի թե խիլտենց կողապ չի դրվել են։ Իսկ տարածքները պետությանն է պատկանում, գիտեք թե։ Մանրամասնությունը չեմ դիգապել։